Ողջույն, արի ասեմ, թե ինչպես կարելի է պահածոյացնել խաղողի տերևը ձմռան համար։ Նախ առաջին հերթին վերցնում ենք ամենադալար և մատղաշ տերևները։ Հավաքում ենք, նախօրոք հոսող ջրի տակ 2 անգամ լավ լվանում ենք, այնուհետև կտրում ենք պոչերը։ Դնում ենք տարաները, տերևները պոչերը կտրելուց հետո գեղեցիկ ծալում ենք և տեղավորում ենք տարաների մեջ։ Մեկ կիլոգրամանոց տարան բավականին շատ տերև է տեղավորվում, զգուշությամբ տեղավորեք, որպեսզի տերևները չպատրվեն, չճղվեն, զգուշությամբ աստիճանաբար սեղմում ենք, որքան հնարավոր է տերևները իջնեն։ Տերևները մի լավ սեղմելուց հետո դեռ տեղ ունի, մի փոքր էլ կդնենք, բայց մինչ տերև դնելը կավելացնենք աղը։ 1 լիտրանոց տարային ավելացնում ենք 1,5 ճաշի գթալ աղ։ Այսպես, մի հատ ու մի փոքր գթալի ծայրով։ Ավելացնում ենք նաև թեյ գթալի ծայրով մի փոքր կիտրոնի աղ։ Այսքան։ Կիտրոնի աղը ավելացնում ենք նրա համար, որպեսզի պահպանի իր դեղին և շքեղ գույնը։ Աղը լցնելուց հետո վրան կրկին ավելացնում ենք տերևները, ինչքան հնարավոր է շատ։ Տերևները տարաների մեջ շարելուց հետո, աղը լցնելուց հետո վրան լցնում ենք եռման ջուր։ Զգուշությամբ քիչ-քիչ լցնում ենք։ Վերջ, մի փոքր էլ ջուր ենք ավելացնում։ Ամուր փակելուց հետո գլխի վայր շրջում ենք, եթե ցանկանում եք կարող եք վրան ծածկել, եթե ոչ հենց այսպես էլ կարող եք թողնել, մինչ առավոտ կթողնենք խոհանոցային սեղանի վրա, այնուհետև կտանենք նկուղ։ Հուսով եմ ձեզ դուր եկավ թանկագիններս, հավանեցիք այս տարբերակը։ Մեկնաբանությունների բաժնում գրեք, թե դուք ինչպես եք պատրաստում։ Այսօր էլ այսքանը, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում։